Ղարաբաղյան կլանը զավթեց Հայաստանում ժողովրդի իշխանությունը, ձևավորեց օլիգարխիայից, բանդիտներից, ջեբկիրներից կազմված իշխանություն։ Նրանց փաստորեն կոլեգա Կտրիչ Ներսիսյանն էլ խախտած լինելով կուսակրոնության ուխտը, իր նման մի քանիսի հետ նույն օրը, նույն պահին, երբ ազգային ժողովում գնդակահարվում էին պետական գործիչները, զավթեց հոգևոր իշխանությունը։ Ավելի մեծ եւ թիրախային հարված հնարավոր չէր հասցնել հայ ժողովրդին։ Եվ այս կետից սկսվեց տասնամյակների աղետը, որպես գույք պարկի դիմաց տրվեցին Հայաստանի տնտեսական, էներգետիկ կարևորագույն նշանակության օբյեկտներ, փաստացի հայ ժողովրդին զրկելով սեփական երկրում հարստանալու եւ իր երկիրը հարստացնելու, հզորացնելու հնարավորությունից։ Ժողովրդական լեզվով ասած, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, մեզ առաջին փուլով կտրեցին փողից, որ այլոց հովանավորչության, բարեգործության, պաշտպանության հույսով ապրենք։ Հետո վերջնականապես զրկեցին ժողովրդին սեփական երկրում ընտրելու, որոշում կայացնելու իրավունքից։ Ասել է թե մեզ ուղիղ ասեցին, որ մենք չենք մեր երկրում տերը, տերը չենք մենք մեր տանը։ Ռոբասերժականները ուղիղ մեզ հետ էին ասում տասնամյակներ շարունակ։ Բայց այս ամենը առավել սահուն իրականացնելու համար պետք էր ժողովրդին էլ ավելի ճնշել, էլ ավելի ստորացնել ու զրկեցին նաև մեզ կրթության, ճշմարտությունն իմանալու հնարավորությունից։ Եվ այս գործը ստանձնեցին դաշնակները, ինչպես մի շարք այլ կեղտոտ ու արյունոտ գործեր։ Դպրոցական դասագրքերից մինչև գիտական հոդվածներ լցվեցին կեղծիքով, ամեն բան արվում էր, որ թաքցնեն պատմական փաստերով հիմնավորվող իրենց դավաճան ու ստահակ դեմքը։ Ու այսօր էլ եկել են, քննադատում են փաստը, որ մենք 300 դպրոց, 500 մանկապարտեզ են կառուցում, ինչ որ ժամկետներ են քննադատում եւ այլն, ու ասում են, թե բա մեր ժամանակ, իբր թե Քոչարյանի ժամանակ ինչ որ 200 դպրոց է կառուցվել։ Բա ես էլ ընկած մանեմ գալի ով էր այդ դպրոցները կառուցել։ Ոչ սեյսմիկ, ոչ զուգարան կար նորմալ, ոչ ջերուցում կար նորմալ, ոչ ապաստարաններ կար նորմալ։ Դուք եք այդ դպրոցները դուք եք կառուցել, որ մենք հիմա ստիպված զրոյից վերակառուցում ենք ձեր այդ իբր թե սարքած դպրոցները, որը կեսը մեջ էի կարել, կեսը գոմ էիք սարքել, կեսն էլ ձեր տունն էիք սարքել։ Հազարավոր երեխեք էլ զրկելով կրթության իրավունքով, որ մեծանան մի միջավայրում, որտեղ դուք իրանց հետ ինչ ուզենաք կարանաք անեք, այ դուք, պարոն Խաչատրյան, լավ եկաք, ուր են ձեր դաշնակ գործընկերները։ Ու հետո էլ մյուս դաշնակն էլ Գեղամը, Մանուկյան, գալիս է այստեղ ասում է, ես խոսում եմ հազարավոր զինվորականների անունից ու բանակից է խոսում, որ էլի պղծել են։ Դու քո անունից չես կարում նորմալ խոսած, դու ո՞ս կարաս հազարավոր մարդկանց անունից առասարակ խոսաս։ Ու բանակից հեռու մնացեք առասարակ, դուք չեք զանգում հրամանատարների պատերազմի օրերին աղաչում, չգիտեմ ինչ էր խոստանում, որ տանկերը պտտեն դեպի Երևան։ Այ դավաճաններ, այ հողատուններ։ Եվ ահա այս միջավայրում, սիրելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, որտեղ չկան իրավունքներ, հարստանալու միջոց, լավ կրթություն ստանալու եղանակ, ծնվում են բարեգործները, որոնք այդ նույն մարդկանց հաշվին հարստանալով գրոշներ են շպրտում ժողովրդին, թե բա մենք բարեգործ ենք, թե բա մենք լավություն ենք անում, որ վերջնականապես ստորացնեն մարդկանց, մուրացկանի հոգեբանություն ներարկեն, թալանեն ու կառավարեն ոնց ուզում են։ Սրանց մոտ հակառակն է եղել, աղքատներից գողացել են, բաժանել են հարուստներին, Ռոբին Հուդը սխալ են հասկացել սրանք երևի երեխա ժամանակ։ Սխալ հեքիաթներ են պատմել սրանց երեխա ժամանակ։ Օրինակ այս փոքրիկին սխալ հեքիաթներ են պատմել երեխա ժամանակ, որ գալիս տեղ ինչ որ ճորո բաներ է։ Դու սուս մնայիմ ելույթի ժամանակ ընդհանրապես ձայնդ կտրիր, սսկվիր տեղդ Գեղամ Մանուկյան, սսկվի ձայնդ չլսեմ իմ ելույթի ժամանակ։ Ձայնդ չլսեմ, սսկվի ստահ։ Պարոն Հովհաննիսյան, դուք էլ հարգալից գտնվեք։ Ու շարունակեմ ներողություն։ Ու մի հատ էլ այդ բարեգործները գալիս են մունատ են գալիս, մատ են թափ տալիս հայկական պետականության ու հայ ժողովրդի վրա։ Թե բա փող ենք տվել, ինչ կուզենք կանեք։ Կարող է գիտեք այս ձեր օբյեկտն է։ Փող ենք տվել, օբյեկտ եք սարքել այս պետությունն ընդհանրապես։ Կառավարական առանձնատունը մենք ենք սարքել, թքած ունենք հեցի վրա։ Այդ տաշիր պիցաների վրա էլ ոնց որ թքած ունեք, ժողովրդին հաց եք տալիս, որտեղ մտան պարզվեց հակասանիտարական վիճակը։ Տենց եք դուք այս ժողովրդին սիրում, հա?
Հայ ժողովուրդը հաց ուտող ժողովուրդ է, դուք եք ժողովրդին ոնց որ ընդհանրապես չեք ճանաչում, դուք լավ չեք ճանաչում։ Այլ ճարճուն են դեսանտ են իջացրել, հեսա պարաշուտները կհավաքենք ձեր դեսանտների, տենանք ինչ եք անելու։ Ու դերս ընդդիմությունն էլ հեծի ազգայնացման թեման վերցրել է, գալիս ասում է, հեծ ազգայնացնում են, որ տան բանին, թուրքերին։ Ու դա ասում է Արագավազ դաշնակ իշխանը, ավելի մեծ տխմարություն, ներողություն հնարավոր չի։ Ձայնդ կտրիր Գեգամ Մանուկյանի ելույթի ժամանակ քանի անգամ քեզ ասեմ։ Քանի անգամ քեզ չափերդ կգծեմ, հանգստացիր։ Պարոն Մանուկյան, լրեք։ Հանգստացիր Գեգամ Մանուկյան, սուս մնա։ Պարոն Հովհաննիսյան, այո, խնդրում եմ հարգալից։ Այո, հարգալ ես անհարգալից բառ չեմ օգտագործում, կարծում եմ արձանագրում եմ ճշմարտությունները, պարոն Հովհաննիսյան, որը ցավոք սրտի շատ դաժան է։ Ու վախերի մասին եք խոսում, թե բա մենք ինչ-որ մարդկանց ենք ուզում վախեցնենք, հա։ Մենք ժողովրդի անունից ձեզ ենք վախացնում, ձեր վախը նենց ենք բռնելու, դուք չեք էլ պատկերացնում։ Մենակ դուք եք մեր թիրախը, ով պետքա վախենա մեզանից, որպես ժողովրդի ներկայացուցիչներ այս ազգային ժողովում։ Հակաշների տողար եք։ Հակաշների տողար եք ասեցի, իսկ ինչ էր անում, հոգևոր իշխանությունը։ Պարոն Հովհաննիսյան, խնդրում եմ, նախ մի հրարեք իրավիճակը դահլիճում եւ խնդրում եմ հարգալից խոսեք, նախազգուշացում կտամ ու նույնիսկ բարձրախոսը կանջատեմ, մի արեք այդ բանը։ Շատ լավ, պարոն։ Դա վերաբերում է բոլորին։ Շատ լավ, պարոն նախագահ, շարունակելով։